Բարև ձեզ։ Պատկերացնում եք ինչպիսի արձագանք կլիներ յուրաքանչյուր հայի կողմից, եթե մի 10 տարի առաջ ուրիշ մի հայ անգամ փորձեր ակնարկել, որ մեզ հայերիս ուզում են կրոնափոխ անել։ Դուք պատկերացնում եք նման դրվագ։ Անգամ ես, որ մանկուց շատ եմ սիրել կինեմատոգրաֆիա և զբաղվում եմ դրանով որպես հոբի, և մտքիս մեջ, քանի որ ես ունեմ շատ պայծառ միտք և երևակայություն, և յուրաքանչյուր դրվագ կարողանում եմ իմ մտքի մեջ իմի բերել գունավոր 4K և իրար վրա պատկերացնել այդ պատկերը իմ մտքի մեջ, այս մի պատկերը ես ոչ մի կերպ չեմ կարողանում իմ մտքի մեջ իմի բերել, ուղղակի չի ստացվում, որովհետև նման բան չէր կարող լինել, որովհետև եթե հանկարծ ինչ-որ մի հայ անգամ փորձեր նման բան ակնարկեր, դա նշանակում է նամյոք, սցենարները 4-ն էին լինելու։ Սցենար A. Մենք կկարծեինք, որ այս մարդը ունի լուրջ հոգեկան խնդիրներ, և քանի որ մենք օգնող տեսակն ենք հայերով, կփորձեինք նրան ինչ-որ օգնություն ցուցաբերել իր հոգեկան խնդիրները հոգալու համար։ Սցենար B. Մենք այս մարդուն շատ վատ կանպատվեինք, դա ամենապակասն էր լինելու։ Սցենար C. Մենք տարբեր ոտքերի և ձեռքերի ֆիզիկական շարժումներով այս մարդուն կհասցնեինք ծանր մարմնական վնասվածքներ։ Եվ սցենար D. Մենք այս մարդուն արունաքամ կանեինք։ Սրանք էին լինելու սցենարները, եթե ինչ-որ մեկը անգամ նման բան ակնարկեր, հասկանում եք, և դուք բոլորդ գիտեք դա։ Բայց եկեք ու տեսեք, որ 10 տարի անց նման իրականություն կա, նման խոսակցություն կա շատ բարձր մակարդակով, և մենք այսօր խոսելու ենք դրա մասին։ Գիտեք, ես մի դրվագ եմ հիշում, երբ որ իրենց այդ կոչված հեղափոխության օրերին մի լրագրող մոտեցավ Նիկոլ Փաշինյանին, երբ որ նա իր ընտանիքի հետ միասին, իր կնոջ այսպիսի մազերով խոտերի մեջ նստած էին ուղղակի միտեղ, կարծեմ հենց առաջվա Բենետոն խանութի մոտ հատվածում, այդ որ կինո Մոսկվայով իջնում ես դեպի հրապարակ, այդտեղ ինչ-որ միտեղ խոտերի մեջ նստած էին, եթե չեմ սխալվում տեղը, բայց տեղը կարևոր չի։ Եվ լրագրողը նրան հարցրեց. Ինչ եք կարծում, որովհետև մարդիկ կարծում են, թե դուք ինչ-որ մի բան ունեք ձեր մտքին, ասեց այո, այնց այդպես էլ կա, բոլորին այնքան մեծ և կարևոր և լավ բան ա եղել, որ բոլորին թվում ա, թե ես եկել եմ և մի հարցում ինչ-որ միտեղ իրենց գցելու եմ, բոլորը հարցնում են, հենց սենց էլ ասեց, բոլորը իրենց հարց են տալի, լավ ես որտեղ ա խաբում, այսինքն անգլերենով too good to be true, հասկանում եք, ինքը ուզում էր ասել, որ ինքը too good to be true-ն, այսինքն այնքան լավ բան ա եղել, որ մարդիկ չեն հավատում, և մարդիկ ասում են, լավ տենաս որտեղ ա ուզում մեզ գցի, երբ որ ինքն էլ պատասխանեց, ասեց ոչ միտեղ, հենց էդ ա, որ եկել ա փոփոխությունների ժամանակը, հենց էդ ա, որ ես ոչ միտեղ չեմ ուզում գցել, հենց այդ ամենալավ բանը, որ պետք ա լիներ, եղել ա։ Ես այդ պահին, երբ որ դիտեցի դա, ես պատասխանեցի հենց հեռուստացույցին, ասացի դու եկել ես, որ գցես ամեն հարցում, բոլոր հարցերում դու գցելու ես, եթե այն մյուսները, մնացածները, նախորդները, նրանք գումար էին գցում, դու գցելու ես ամեն ինչ, դու գցելու ես մեզանից
ամեն ինչ, բոլոր մեր արժեքները, այն ամեն ինչը, ինչ որ մենք գիտենք եւ ունենք, եւ ամենակարևորը եկեղեցին։ Եվ ես հիմա ասեմ, ինչի համար ես դա գիտեի եւ ինչու է ես այդքան համոզված, որովհետեւ ես ժողովուրդ ջան, ինչ որ ես ասում եմ, այն ինչ որ ես ասել եմ, այս ամեն ինչը շատ հեշտ է ապացուցելը, որ ես իրականում ասել եմ սրանք եւ շատ շուտով դուք կապացուցվեք, որ դա իրականում այդպես է եղել։ Ուրեմն բոլորը, ովքեր որ հետևում են գլոբալիզմին, արդեն շատ երկար տարիները, ովքեր որ հետևել են World Economical Forum-ին ամեն տարի, եւ ես ամեն տարի հետևել եմ, ովքեր որ գիտեն ով է Կլաուս Շվաբը, ովքեր որ գիտեն ով է Յուվալ Հարարին, ովքեր որ գիտեն Bill Gates-ի եւ World Health Organization-ի, Monsanto-ի եւ նման մեծ կորպորացիաների եւ կազմակերպությունների պլանները, նամանավանդ բաց հասարակության, Փիթեր Թիլի եւ շատ անուններ կան, հասկանում եք, Larry Fink-ի եւ քնելուց առաջ անգամ այս մարդկանց անունները չեմ ուզում տալ, որպեսզի հանգիստ քնեմ գիշերը, եթե նման բան էլ ես կարողանում եմ անել։ Բայց այս մարդիկ բոլորը արդեն շատ վաղուց նրանց պլանները նույնն են, նրանց պլանները իրար հետ համատեղ առաջ են գնում եւ իրենց պլաններ կատարողները բոլոր այն պետություններում, որտեղ որ լինում են նման հեղափոխություններ, որտեղ խառնված են Անգլիայի մի 6-ը, Ամերիկայի ՑՌԷ-ուն, որտեղ խառնված է բաց հասարակությունը, այն երկրներում, պետություններում, որտեղ որ լինում է այս նույն տեսակի հեղափոխություն, ամենաառաջին հարվածը դա եկեղեցու հարվածն է։ Նրանք թիրախավորում են եկեղեցուն եւ քրիստոնեությունը միանգամից, որովհետեւ այն պետությունները, որոնք որ թիրախավորվում են այս կազմակերպությունների, նոր անունները տվեցի բոլորի, մարդկանց, կորպորացիաների եւ հատուկ ծառայությունների կողմից նամանավանդ բաց հասարակության մասնակցությամբ, բոլոր այդ երկրներում պլանը եւ իրենց գործառույթը նույնն է։ Նրանք նույն բանն են անում բոլոր այդ երկրներում։ Նրանք ամենաառաջինը հարվածում են այդ ժողովրդի արժեքներին։ Եվ մեծ մասամբ իրենք սա անում են պետություններում, որտեղ ազգեր են ապրում, ոչ թե ժողովուրդներ, ազգեր, հասկանում եք, որովհետև այն երկրներում, եթե կան նման եզակի երկրներ, որտեղ մոնոէթնիկ, այսինքն միայն մի ազգ է ապրում, ասենք Հայաստանը այն եզակի երկրներից էր, որտեղ որ միայն հայեր էին ապրում։ Եվ չէր կարող չլինել նման բան, եթե սա միայն կարելի էր կանգնացնել այն դեպքում, եթե մեր ազգը ամբողջ հայությունը Հայաստանում բնակվող մեր հայրենակիցները շատ լավ տեղյակ լինեին, թե ինչ է գլոբալիզմը եւ ինչ է բերում իր հետ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ այն հեղափոխությունը, որը որ տեղի էր ունենում, որ ամբողջ ազգով դուք վեր եք կացել եւ միացել եք եւ տրնգի եք ապարում, դա այն մարդկանց համար, որոնք որ տեղյակ են գլոբալիզմից, ուղղակի զարմանալի էր, թե ոնց են այս մարդիկ այսքան անտեղյակ,
որովհետև եթե մի քիչ անգամ տեղեկացված լինեիք, դուք ոչ թե դուրս կգայիք մասնակցելու, այլ դուք ամեն ինչ կանեիք, որ նման բան հանկարծ տեղի չունենա, որովհետև այն պահից սկսված, որ Նիկոլ Փաշինյանը առաջին փողոցը փակեց եւ նրան այդ գործում օգնեցին, այդ վայրկյանից սկսված հայ ազգը սկսեց փորել իր հենց գերեզմանը։ Հասկանում եք։ Ես երկար տարիներ է հետևում եմ գլոբալիզմին եւ շատ լավ գիտեի, թե ով եւ ինչն է թիրախավորվելու ամենաառաջինը։ Պատկերացրեք, որ 8 տարվա մեջ այն բոլոր հարվածները, որ հասցվեցին եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի կողմից, այնքան թուլացրեց եկեղեցուն, որ արդեն մեր ազգի մեջ պատրաստ են խոսելու կրոնափոխությունից, որովհետև 8 տարի առաջ, 6 տարի առաջ, լավ 4 տարի առաջ դա անհնար էր լինելու, բայց առաջի 4 տարին հարվածները կամաց, 4 տարի հետո, երբ որ նորից ընտրվեց, ավելի ուժեղ հարվածներ, մինչև որ այս ընտրություններին, երբ որ նա գողացավ ընտրությունները, ես ասացի, որ վերջ, եկեղեցին առաջին թիրախն է լինելու, հենց որ ինքը ընտրվեց։ Ես սխալվեցի, որովհետև Գագիկ Ծառուկյանը եղավ առաջին թիրախը, բայց հենց միանգամից եկեղեցին նորից ընկավ իր բութանի տակ։ Եվ հիմա մի քանի բառով բացատրեմ, թե ինչ արեցին ռուսները մեր համար վերջին մի քանի ամսվա մեջ եւ ինչ սիգնալներ եկան Ռուսաստանից ուղված հայ ազգին։ Եվ այս սիգնալները, ժողովուրդ, շատ մարդիկ ինձ անընդհատ ասում են դու պրոռուսական քարոզչություն ես տանում։ Ես չգիտեմ ոնց ձեզ համոզեմ, որ ես պրոռուսական քարոզչություն չեմ տանում, որովհետև դա իրականում այդպես է, ես պրոռուսական քարոզչություն չեմ տանում, բայց մարդիկ, ովքեր որ հասկանում են պետությունները ոնց են սիգնալներ ուղարկում իրար, հասկանում եւ տեսնում են, որ այն սիգնալները, որ գալիս են Ռուսաստանից ուղված հայ ազգին, ոչ թե հայ ղեկավարությանը, հայ ազգին, դրանք եղբայրական սիգնալներ են։ Այն սիգնալները, որ գալիս են, ասենք, մնացած պետություններից, դրանք եղբայրական սիգնալներ չեն։ Սիգնալները պետությունները ուղարկում են այ հետևյալ կերպ։ Հիմա ես բացատրեմ։ Վերջին սիգնալը, որ Ռուսաստանը մեզ ուղարկեց, դա Lexus-ի եւ կարծեմ Vova, հա, Lexus եւ Vova, եթե չեմ սխալվում, իրենց շոուի ժամանակ, չեմ հիշում այդ տղաների անունը, կարծեմ Lexus, ինչ որ է, ինձ թվում է հիշում եք, ում մասին եմ խոսում ես։ Ես չեմ դիտում նրանց շոուն, իրականում չեմ դիտում, չգիտեմ անունը։ Եվ չգիտեի անգամ նրանց շոուի մասին մինչև այդ դեպքը։ Ուրեմն, եթե Ռուսաստանի ղեկավարությունը թույլ չտար եւ չտար այն Թուրքի հեռախոսի համարը այս տղաներին, լսեք ուշադիր խնդրում եմ, այդ մարդու հեռախոսի համարը ինչ որ գրքում գրած չի, այդ մարդը շատ լուրջ պաշտոնի, շատ լուրջ դիրքեր ունեցող մարդ է։ Նրա ձեռքի հեռախոսի համարը միայն կարող են ունենալ պետությունում ինչ որ մի ծառայության մոտ կարող է լինի այդ մարդու հեռախոսի համարը։
Lexus-ը եւ կներեք տղայանը մորանում եմ անընդհատ Lexus-ը չէր կարող ունենալ այս մարդու հեռախոսի համարը, հասկանում եք։ Եվ պետությունը, այսինքն պետության գլուխը, եթե տեղյակ չլիներ, որ նրանք զանգելու են եւ օգտագործեն Նիկոլ Փաշինյանի ձայնը եւ Ռուսաստանի հեռուստատեսությամբ խոսեն Նիկոլ Փաշինյանի ձայնով այդ շատ բարձր պաշտոնյա թուրքի հետ, եթե պետության գլուխը տված չլիներ դրա համաձայնությունը, կյանքում չհավատակ, որ նրանք այդ շոուից կփորձվեին նման բան անել։ Պետության գլուխը անպայման տվել էր համաձայնություն, որովհետև Հայաստանից շատ հնարավոր է, որ բողոքեին, ասեին ես ինչ եք անում, եւ Հայաստանից, երբ որ այդ դեպքը եղավ, Հայաստանում շատ տեղյակ էին, արդեն իրանք գիտեն, որ դա պետությունը պիտի համաձայնվի, որ նման բան լինի, դրա համար էլ չէին կարող ձեն հանել։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Իրենք շատ լավ հասկացան, որ դա Ռուսաստանի պետությունը Հայաստանի ժողովրդին փորձեց օգնել եւ ցույց տալ, որ նայեք ինչ է սրանք ձեր գլխին բերում, բայց հայ ազգը նորից չհասկացավ։ Նորից եմ բացատրում, այդ մարդու հեռախոսի համարը եկել էր ինչ-որ մի բարձր տեղից այս շոումենների ձեռքը։ Եվ նրանք, երբ որ զանգեցին այս թուրքին Նիկոլ Փաշինյանի ձայնով, նրանք ոչ թե խոսեցին հայ եկեղեցուն թիրախի տակ գցելու կամ հայ եկեղեցուն կամ վեհապար հորը ինչ-որ դատելու կամ ինչ-որ մի բանի մասին, ոչ, հարցը հիշում եք ինչպիսին էր, ասեց ես ուզում եմ կրոնափոխել ազգին, դուք ինձ կօգնեք այդ հարցում, դա ամենա ռուսերեն ասած ключевой մոմենտն էր այդ ուրեմն տեսախցիկի, կրոնը ուզում եմ փոխել, կօգնես, ասեց իհարկե կօգնեմ, ինչով որ պետքա կօգնեմ։ Նիկոլ Փաշինյանի ձայնով մեկը թուրքին ասում է ես ուզում եմ կրոնը փոխել։ Այդ մարդը այդ պահին պետք է ասեր ինչ ես խոսում կրոնը փոխես։ Ոնց կարող է կրոնը փոխես։ Ես քեզ չեմ կարող օգնել նման հարցում։ Ես ինչ գործ ունեմ քո ազգի կրոնափոխության հետ կամ ես չգիտեի անգամ որ դու պատրաստվում ես քո ազգի կրոնը փոխել։ Երևի սրա մասին ավելի ճիշտ կլինի տեսնենք նոր խոսենք, հասկանում եք։ Եվ ռուսը դա արեց, Ռուսաստանը դա արեց, որպեսզի հայ ազգը մի անգամ էլ լսի, թե ինչ են ուզում անել իր հետ։ Բայց հայ ազգը ռուսը արդեն 8-րդ տարին է նման սիգնալներ ուղարկում է, բայց հայ ազգը ոնց որ լրիվ դեղերի տակ ինչ որ վիճակի մեջ է եւ ռուսը նորից փորձում է ուղարկել սիգնալները, բայց Հայաստանում ժողովուրդը այն վիճակի դեգրադացման մեջ է, որ նրանք չեն հասկանում սիգնալներից կամ նման ոչ մի բան։ Նրանք նայում են, ասում են, ես ինչ անում է, խառնվում է մեր գործերի մեջ։ Դու ինչ գործ ունես, ինչի՞ է կարա զանգել այս մարդուն։ Ինչ գործ ունեք մեր կրոնի հետ։ Вообще Նիկոլի, դուք հասկանում եք։ Սա պետքա լինել տագնապային մի ահազանգ ազգի համար։ Սրանից հետո, այդ օրվանից հետո ազգը պետքա Բաղրամյան 26-ի դարպասները ջարդեր, մտներ ներս, ասեր ուր է դա, բայց ազգը ոչ մի բան չարեց։ Երբ որ դա նաև շատ մեծ դրական էֆեկտ ունեցավ Հայաստանի ղեկավարության համար։ Ռուսաստանը փորձեց հայ ազգին սիգնալ տալ, բայց այդ սիգնալը գնաց սխալ տեղ։ Դա գնաց Հայաստանի ղեկավարությանը,
նրանք տեսան, որ ազգը ոչ մի արձագանք չտվեց դրան։ Դա նշանակում է, որ ազգը նորմալ վերաբերվեց դրան կամ անգամ բանի տեղ չդրեց, հասկանում եք։ Դա նշանակեց, որ եկեղեցին այլևս այդքան նշանակություն չունի ազգի համար։ Այսինքն իրենց տարիների թիրախավորումը եկեղեցուն իր էֆեկտները ունեցել է։ Հասկանում եք։ Նրանք էֆեկտիվ աշխատանք են տարել։ Իրենց մոտ սիգնալի արձագանքը այդպիսին էր ղեկավարության մոտ։ Եվ դրանից հետո ինչ որոշեցին։ Քանի որ այսօրվա մեր այն աշխարհում, որտեղ ապրում ենք մենք, Ռուսաստանին թիրախավորելը եւ քարկոծելը դա նորաձևության մեջ է, այսինքն ով որ զբաղվում է Ռուսաստանի քարկոծմամբ եւ թիրախավորմամբ, նրանք միանգամից շատ subscriber-ներ են հավաքում, հետևորդներ են հավաքում։ Ես ինչի չեմ կարողանում շատ հետևորդ հավաքել, որովհետեւ ես չեմ անում այն, ինչ որ ժողովուրդը ուզում է լսել։ Ես անում եմ այն, ինչ որ ես կարծում եմ ճիշտն է, որովհետև ես, օրինակ, ոչ մեկի կողմից չեմ խոսում, ես խոսում եմ մեր ազգի կողմից, մեր շահերի կողմից, հասկանում եք։ Դա նորաձևության մեջ չի։ Ես չունեմ հովանավորներ։ Ինձ ոչ մեկ չի ասում, այսօր խոսիր սրա մասին, վաղը խոսի նրա մասին, ինձ ոչ մեկ չի տալիս ինֆորմացիա։ Ես ամեն իմ հաղորդումը անելուց հետո սպասում եմ, որ մի բան իմ գլխին գալու է եւ մի օր դա լինելու է, ես գիտեմ։ Որովհետեւ մինչ այս արշավը եւ մինչ այս գործնեությունը սկսելը, ես շատ երկար եւ շատ խորը մտածել եմ սրա մասին։ Արժի արդյոք այն սկսել, թե ոչ։ Եվ ես կշեռքի վրա դրել եմ այն բոլոր բացասական եւ դրական արդյունքները, որ ես ստանալու եմ։ Ես շատ լավ պատկերացնում եմ, որ ես իմ ընտանիքի, իմ կնոջ, իմ երեխաների կյանքը, հանգստությունը, անդորրը մենք ես իրականում նախանձելի կյանք եմ ստեղծել իմ եւ իմ ընտանիքի համար եւ տարիներով ինձ մեկուսացրել եմ բոլորից, որպիսի հանգիստ ինձ համար ապրեմ եւ ոչ մեկ չխառնվի իմ կյանքի մեջ եւ ոչ մեկի աչքի առաջ անգամ չլինեմ, հասկանում եք, հենց միայն դրա համար։ Բայց երկար մտածելուց հետո հասկանալով, թե ինչպիսի ռիսկերի եմ ես գնում, քանի որ ես շատ ավելի փոքր հասակից, դեռ դպրոցական տարիներից եմ ինքս իմ մեջ միշտ իմացել, որ ես ինչ-որ մի ազգանվեր գործ պետք է անեմ։ Դա ինձ ինչ-որ ներքին ձայն անընդհատ հիշեցրել է, որ ես պետք է մի ազգանվեր գործ անեմ։ Եվ չէ, ես Աստծու հետ չեմ խոսել, հաստատ, Աստված ինձ ոչինչ չի ասել։ Փողոցում ինձ ոչ ոք չի մոտեցել, որ ասի, որ ես շատ մեծ մի բան եմ անելու։ Ոչ մի ցիգան կա իմ ձեռքի մեջ չի նայել, որ ասի, որ ես մեծ մի բան ունեմ անելու, ոչ էլ ես երազ եմ տեսել։ Դրանք չեն պատճառները։ Ուղղակի ինձ թվում է, ով որ ինձ մեծացրել է, իմ տատիկը, իմ մայրական տատը եւ իմ մայրը, նրանք երկուսն էլ սովետական միության ինտելիգենցիայի անդամներ էին եւ չկար անդամագրություն ինտելիգենցիայի, ուղղակի նրանք
ինտելիգենցիայի մի մասն էին եւ ես այդ հոգով եմ մեծացել, շատ հնարավոր է, որ դա էր պատճառը, բայց դա այդքան երկար չէր կարող մնալ, ես 30 տարի է համարյա արդեն Ամերիկայում եմ ապրում եւ պատկերացրեք, որ ես շատ գործերում հաջողվել եմ իմ կյանքում, բիզնեսի մեջ, որովհետեւ դա է եղել իմ գործը, ինչքան էլ որ ես չեմ ուզեցել բիզնեսի մեջ լինել, քանի որ երբ որ ես ապրում էի Հայաստանում, ես լրիվ ուրիշ մասնաճյուղով էի գնում, ինձ բիզնեսը ինչքան էլ որ իմ հայրը բիզնեսմեն էր, ես բիզնեսով այդքան հետաքրքրված չէի, ինձ մեծացրել են իմ մտավորական մայրը եւ տատիկը, իմ տատիկը, մայրական տատիկը ահավոր ազնվական արիստոկրատ կին էր, նրա ներկայությունը անգամ լուրջ տղամարդկանց զգաստացնում էր, միշտ իր մարգարիտները վզին, միշտ շատ գեղեցիկ հագնված, շատ էլեգանտ եւ միշտ շատ լուրջ, բայց հետնել շատ ուժեղ հումորով եւ շատ ձեռնբաց, ահավոր ձեռնբաց, մինչև քեզ չկերակրեր, մինչև այնքան, որ էլ չկարողանայիր ուտեիր եւ դրանից հետո հետդ մի մեծ պայուսակ ամեն ինչ չդներ, դու իր ձեռքից ուղղակի չէիր պրծնելու եւ բացի դրանից նա մի ուրիշ անձնավորություն էր եւ հնարավոր է որ դա էր, բայց այսքան տարի անց երևի թե մարած կլիներ այդ ցանկությունը, ես ինչ արել եմ իմ կյանքում, ինչքան էլ որ հաջողվել եմ, միևնույն է, ներքին ձայնը անընդհատ ինձ հիշեցրել է, որ ես ուրիշ բան ունեի անելու եւ ես խաբում եմ ինքս ինձ, ես բան էի խոսք տվել եւ ես խաբում եմ ինքս ինձ, ինչքան հաջողվել եմ, այնքան ավելի ներքին ձայնս ասել է, բայց սա չէր, որ դու պետք է անեիր, դու պետք է այն մյուս գործը անեիր ու դու չարեցիր եւ վերջում, երբ որ ես արդեն այնքան լսեցի այդ նույն ներքին ձայնը, որ 2020 թվականի պատերազմից հետո ես ուղղակի էլ չկարողացա աշխատեմ իմ բիզնեսը, իմ գործը, որը որ եկամտաբեր գործ էր, էլ չկարողացա իմ գործով զբաղվել, ուղղակի կանգնացրեցի դա, չէի ուզում, անգամ ցանկություն չունեի աշխատանքի գնալու, չէի ուզում, ես ուրիշ բանով էլ հետաքրքրված չէի, պատերազմը կորցնելուց հետո ես ուղղակի չէի կարողանում ուղեղս անջատել եւ մտածել ուրիշ բանի մասին, աշխատանքի մասին, ինչ որ եկամտի մասին, որովհետեւ դες մի բան ասեմ, նյութը ընդհանրապես առարկաները, շքեղ մեքենան, շքեղ ինչ որ բաները, դրանք ինձ այդքան չեն հետաքրքրում, որովհետև ես այդ ամեն ինչը վաղուց ունեմ եւ անգամ էլ նորերը գնելու ցանկությունը չունեմ, հասկանում եք, ես վաղուց այդ էտապը իմ կյանքում իրերի, շքեղ բաների վաղուց անցել եմ, վաղուց, դրանք իմ համար 10-րդական արժեքներ են, ինձ ընդհանրապես էլ նյութական ոչ մի բան չի հետաքրքրում, ես վերջին մի քանի տարիներին չեմ աշխատել, արել եմ թեթևակի ինչ որ գործեր այստեղ այնտեղ, բայց չեմ աշխատել, որովհետև
ես վերջի մի քանի տարիների մեջ միայն մտածել եմ եւ ունեցել եմ գումար, որով որ կարողացել եմ ինձ պահեմ եւ ինձ ավելի մեծ բաներ հետաքրքրում։ Ինչ անեմ, ինչ եմ անելու ես, որովհետև ես ունեմ երկու ճանապարհ։ Եվ առաջի ճանապարհը դա սկսելն է այն արշավը, որ ես վաղուց ուզում էի սկսեի։ Եթե ես մնայի Հայաստանում, դուք բոլորդ ինձ կճանաչեիք շատ վաղուց արդեն, որովհետև իմ ապագան ինչ որտեղ արդեն կերտվել էր, ես պետք է սկսեի իմ գործնեությունը դեռ այն ժամանակ։ Իմ փոքր եղբայրը, որովհետև ես մի հարազատ փոքր եղբայր ունեմ, նա Արարատի մեր իրական բարձր լիգայի Արարատի ֆուտբոլիստ էր։ Նա երկար չմնաց Արարատում, որովհետև մենք աքսորվեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իմ ապագան էլ էր բարձր լիգայում միտեղ, բայց ոնց որ ասացի, մենք արդեն այս երկրում էինք։ Մեր պլանների եւ դա չէր մեր ցանկությունը, բայց այդպես ստացվեց։ Եվ մի քանի հոգի հետևորդներից ինձ գրել էին Ռոբերտ Քոչարյանը քեզ աքսորեց, ես ուզում եմ հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը ինձ չի աքսորել, պատմությունը շատ ավելի խորն ու երկար է, ես դրա մասին չեմ ուզում խոսել հիմա, բայց Ռոբերտ Քոչարյանը չի ինձ աքսորել։ Դուք ուղղակի ես չեմ ուզում դրա մասին խոսել, այո, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դեպք էր եղել, բայց այդ դեպքը ուրիշի կողմից էր կազմակերպվել, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի։ Ռոբերտ Քոչարյանը ինձ չէր ճանաչում։ Բայց ինչևէ, ես որոշեցի, որ եթե ես սկսեմ այս արշավը, ես էլ չեմ ունենալու այդ մեկուսացված կյանքը, որտեղ որ ես իմ ընտանիքի հետ շատ հանգիստ ինձ համար ապրում եւ վայելում եմ իմ կյանքը։ Ես ամեն ինչ ունեի եւ պետք չունեի նման բան անելու։ Բայց եթե ես բացեի այս դուռը, ես ներս էի հրավիրելու ինքնըստինքյան հակառակորդներ, թշնամիներ եւ ինչ ասես ինձ հետ կարող էր լինել, որովհետեւ նորից ես չունեմ հովանավորներ, ես չեմ աշխատում ոչ մեկի համար։ Եվ ինչքան պետք է ես հավատացած լինեմ իմ գաղափարին, որ որոշեմ, որ կշեռքի վրա այս գաղափարը ավելի ծանր է, քան այն ամեն ինչը, որ ես ստեղծել եմ, այն նախանձելի կյանքը, որ ես ստեղծել եմ շատ մեծ դժվարությամբ վերջին իմ 48 տարիներին այս աշխարհի վրա, որովհետև այն ինչ որ ես ստեղծել եմ, ես իրականում ստեղծել եմ շատ մեծ դժվարությամբ եւ այնպիսի վատ բաներ են եղել իմ կյանքում, որ դրանք նկարագրելու բան չեն։ Ես Ամերիկայում հենց այնպիսի խնդիրների մեջ եմ ընկել, որ դրանք նկարագրելու բան չեն։ Շատ մարդիկ, երևի մարդկության 50%-ը, որ ընկներ այն դրության մեջ, որ ես եմ ընկել այս երկրում, 50%-ը իրենց վերջը կտային։ Մնացածներից երևի մի 30%-ը կամ կդառնան ալկոհոլիկ կամ թմրամոլ կամ ինչ-որ մի բան, դա իրականում քեզ պետք էր լուրջ կամքի ուժ, որ դու կարողանաս դիմադրել այն ամեն ինչին, ինչ որ եղավ ինձ հետ այս երկրում։ Բայց ես կարողացա
մեջից դուրս գալ եւ ստեղծել նորմալ կյանք։ Եվ այդ ամեն ինչի մասին ես շուտով կխոսեմ, որպեսզի դուք ամեն ինչը ինձանից լսեք, քան ուրիշ մարդկանցից։ Ես ավելի նախընտրում եմ ամեն ինչը իմ մասին դուք լսեք ինձնից։ Գովերք ես կարողա փոքր բաների մասին որ խոսեմ ոչ թե գովերքի համար, այլ ուղղակի ճշմարտությունը, բայց գովերքը թող անեն ուրիշները, ես ուղղակի կպատմեմ ճշմարտությունը։ Ոնց որ ես արդեն վաղուց ասել եմ եւ նորից ուզում եմ կրկնել, որ այստեղ սուտ չի լինելու, որովհետեւ սուտը իմ կյանքում իմ ամենամեծ թշնամին է, ամենամեծ, որովհետեւ ստի պատճառով ես երկիր եմ կորցնում, ստի պատճառով ես կորցրել եմ իմ ընտանիքը, իմ ծնողները իրարից բաժանվել են, երբ որ ես շատ դեռ երեխա էի, դա ստի պատճառով էր եւ ստի պատճառով ես համարյա կորցնում էի իմ կյանքը եւ սուտը իմ ամենամեծ թշնամին է։ Ես 100% գիտեմ, որ վերջին 30 քանի տարիների մեջ դա ստի պատճառով է, որ մենք հասել ենք այսօրվան։ Եթե այսքան ստերի մեջ գոնե լիներ մի քանի հատ ճիշտ ճշմարտություն, մենք չէինք հասնի այսօրվան։ Եվ ես մի անգամ գոնե մեր պատմության մեջ փորձում եմ ճշմարտությամբ ինչ-որ մի բան անել, հիմնված ճշմարտության վրա։ Եվ ապացույցը, որ ես ոչ մեկի կողմից չեմ, ոչ մեկ իմ հովանավորը չի, չկա ինչ-որ մեկը, որ ինձ տեր տիրական է լինելու, եթե հանկարծ ինձ մի բան եղավ, այն է, որ բոլորից շատ պարզ է արդեն, որ ես տանում եմ հայկական թագավորության նորից վերահիմնավորման կամ նորից հայկական թագավորության վերաստեղծման քարոզարշավը։ Եվ ոնց որ տեսնում եք, ոչ մի պետություն, ոչ մի անհատ, ոչ մի կորպորացիա, ոչ մի ծառայություն, հատուկ կամ գաղտնի, ոչ մեկ չկա, որ նման քարոզարշավ է տանում կամ նման բան է առաջարկում։ Դա նշանակում է, որ սա իրականում իմ պատկերացրած Հայաստանն է եւ իմ ցանկությունն է։ Եվ եթե ես կկարողանամ հավաքել իմ շուրջը այնքան մարդ եւ ապացուցեմ, որ դա է միակ ճանապարհը, որ մենք կարողանանք մեկ անգամ գոնե ստեղծել այնպիսի երկիր, որ մնա, որ դուրս գանք այս ցնցումների անընդհատ անկանգառ ցնցումների միջից, մեկ անգամ մենք կարողանանք մեր պատմության մեջ ունենալ նորմալ երկիր։ Եվ ես շատ տարբեր օրինակներով ապացուցելու եմ, որ դա միակ ճանապարհն է, միակ ճանապարհը։ Մենք խոսենք դեռ դրա մասին եւ շատ ուրիշ բաների մասին, բայց հիմա նորից ուզում եմ հետ գնանք մեր խոսակցությանը, որովհետեւ սա այդքան էլ կարևոր չի, բայց ես ուզում եմ անպայման դուք հասկանաք, որ ժողովուրդ, ես իրականում շատ մեծ ռիսկի եւ շատ մեծ անհանգստացնող, իրոք անհանգստացնող
ես գործ եմ սկսել։ Շատ անգամ կնոջս հարցնում եմ, ասում եմ, հեչ նայում ես իմ տեսանյութերը, ասում է ոչ, ասում եմ ինչի, ասում է որովհետև վախենում եմ, ասում եմ ինչից ես վախենում, ասում է վախենում եմ նայեմ, լսեմ ինչի մասին ես խոսում, որովհետև դրանից հետո անընդհատ պետքա անհանգիստ ապրեմ, որ հեսա գալու են, մտնեն տուն, քեզ տանեն կամ մի օր միտեղ քեզ վնասելու են կամ ինչ-որ մի բան լինելու։ Ես միշտ ասում եմ նույն բանը, ասում եմ Աստված մեր հետ է։ Ես ընտրել եմ այս ճանապարհը հասկանալով, որ ես մեր կյանքը, մեր անդորրը, մեր հանգիստ ու խախանդ կյանքը իրականում դրել եմ ռիսկի տակ։ Եվ իրոք մտահոգիչ է։ Մտահոգիչ է գիտեք ինչի համար, որովհետև ես պատկերացնում եի, որ ես ինչ-որ կարճ ժամանակում կկարողանամ ապահովել մեծ քանակի հետևորդ, որոնք որ կդառնան իմ գոնե ապահովագրության ինչ-որ կլինեն իմ գարանտորը, հասկանում եք, որովհետև եթե ունես շատ հետևորդ, քեզ ձեռք տալը մի քիչ արդեն դա աղմուկի խնդիր է այն բոլոր ուժերի եւ հակառակորդների եւ ես ավելի մտահոգվում եմ ծառայությունների եւ տարբեր մի քանի տարանոց ագենստվաների, ասենք, պահով, որովհետև եթե նամանավանդ եթե իմ խոսքը էֆեկտիվ է եւ իմ խոսքը սկսի ուժ ունենալ, այդ ժամանակ արդեն ես հասկանում եմ ինչեր կարող են լինել եւ կարճ ժամանակում չապահովել այնքան հետևորդ, որ դու կարողանաս քեզ ապահովագրել, դա իրականում արդեն դառնում է մտահոգիչ, բայց հարցը նա է, որ ես չեմ անում այն ինչ որ ժողովուրդը ուզում է լսի, այսինքն ես ռուսաֆոբական պրոպագանդա չեմ տանում, ես չեմ քարկոծում Ռուսաստանին եւ մեծարեմ մեր թշնամիներին, հասկանում եք, ես չեմ անում նման բաներ եւ չեմ խաբում, դրա համար ինձ համար դժվարանում եմ ես հավաքել այնքան մարդ, ինչքան որ ինձ պետքա, որպեսզի ուղակի ապահովագրվեմ, դրանից հետո արդեն ավելի ճշմարիտ եւ ավելի դիպուկ հարցեր կքննարկենք, շատ մարդիկ ինձ գրում են, որ բոլորը խոսում են, դու էլ ես խոսում, բայց լուծումներ չկա, ես լուծումներ ունեմ, ընկերներ ջան, ես լուծումներ ունեմ, ես կարող եմ լուծումներ տալ, բայց ես չունեմ այն քանակությամբ դեռ հետևորդ, որ լուծումներ տալու դեպքում մենք կարողանանք այդ հարցը իմի բերել, իրականացնել, եթե ես հիմա լուծումներ տամ, դուք կարողանալու եք դա անել, չեք կարողանալու, որովհետև ես դեռ 600 հոգի մարդ ունեմ, հասկանում եք, 600 հոգին դեռ ամենևին հերիք չի, ոչ մեկ իմ նման աննորմալ չի, որ 600 հոգու դեպքում նստի եւ նման բաներ խոսի, հասկանում եք ես ինչ մեծ ռիսկի եմ դիմում, դուք շատերդ երևի չեք պատկերացնում, թե ինչ տեսակի ռիսկ է սա, թե ինչ կարա լինի մարդու հետ, որովհետև այն ալիքները, հենց խնդիրը նա է, որ մարդկանց թվում է, թե այն ալիքները, որոնք որ 100,000, 200,000-ով
հետևորդ ունեն, այդ ալիքները իրենց փայլուն աշխատանքի համար են հավաքել այդ 100-200 հազար հետևորդը։ Դիտում ես ալիքը, տեսնում ես, որ ոչ մի կարիզմատիկ բան չկա, ոչ մի երևելի ինֆորմացիա չկա, ոչ մի ինչ-որ հետաքրքիր մատուցման ձև էլ չկա, բայց կա շատ մեծ լսարան։ Դա նրանից է, որ այդ ալիքներից շատերը ունեն հովանավորներ և այդ հովանավորների համար YouTube զանգահարել է և ասել է մի հատ 100,000 ավելացրա այս մարդու հաշվին, խնդիր չի, հասկանում եք, որովհետև դա շատ սովորական մարդու պսիխոլոգիա է, երբ որ դու ինչ-որ ալիքի ես նայում և տեսնում ես այնտեղ 100,000 մարդ կա, դու ասում ես ես էլ մի հատ ուրեմն դառնամ հետևորդ կամ subscribe լինեմ, որպեսզի տեսնեմ ես ինչ են խոսում, որ այսքան մարդ է հավաքվում, ուրեմն մի հետաքրքիր բան կա, սա շատ սովորական առևտրի ուրեմն հետ կապված շատ հին մոտեցում է, մի ապրանքի վրա, որ շատ մարդ է հավաքվում, այդ ապրանքի գինն էլ են բարձրացնում, այդ ապրանքով, անգամ եթե այդ ապրանքը ինչ-որ մի երևելի ապրանք չի, բայց բոլորը հետաքրքրվում են, որովհետև շատ մարդ է հետաքրքրված դրանով։ Սա այդ նույն կոնցեպտն է, նույն պրինցիպն է։ Հասկանում եք։ Հիմա եկեք խոսանք մի քիչ հենց դրա մասին, որովհետև անցած ուրբաթ-օրվանից, քանի որ նրանք արդեն տեսան, որ ժողովուրդը մեծ բունտ չբարձրացրեց վեհափառի դատարան գնալու օրը, ժողովուրդը, եթե հայ ազգը դեռ ունենար նույն զգացմունքները եկեղեցու հանդեպ, որ վեհափառին կանչեին դատարան, եթե ունենար այն զգացմունքները, որ ուներ 10 տարի առաջ, նրանք ուղղակի ամբողջ ազգը կլիներ Բաղրամյան 26-ում կամ փողոցներում, բայց նրանք տեսան, որ աշխատել է մեր տարբերակը, այսքան տարիների մեր արած քարկոծանքը աշխատել է, մարդիկ այդքան հետաքրքրված չեն էլ, և միանգամից, քանի որ Firebird data center-ը, սա շատ կարևոր է ժողովուրդ, data center-ը, այդ data center-ը, որ բացեցին, դա աշխարհի 5 ամենամեծ data center-ներից մեկն է, աշխարհի ամենափոքր պետություններից մեկում, հասկանում եք, ինչի համար, որովհետև փոքր երկրներում, փոքր պետություններում նրանք պետք է անեն իրենց փորձարկումները, էքսպերիմենտները, որ երբ որ փոքր երկրներում կաշխատի, արդեն տանեն մեծ երկրներ իրենց էքսպերիմենտները։ Հիմա իրենք Հայաստանում սկսելու են մեծ էքսպերիմենտներ։ Data center-ը դա սատանու գործիքն է։ Սրանք ուղղակի զուգադիպություններ չեն, որ վեհափառի դատի օրը և data center-ի բացման օրը նույն օրն էր ընկնում։ Սրանք զուգադիպություններ չեն։ Զիոնիստների այն խումբը, որը որ մեր երկրի ամենամեծ ֆինանսական շահույթներով օբյեկտներին և կորպորացիաներին դառնում են տեր ու տիրական, այն բաբելոնյան և թալմուդյան ուժերը, որ մեր երկիրը գրավում են, գլոբալիստ ուժերը, իրենց համար սիմվոլիկան շատ մեծ նշանակություն ունի, numerology,
կաբալիստների համար թվերը, ամսաթվերը, օրերը, սրանք շատ խորացած են նման բաների մեջ, շատ իրենք ահավոր հավատում են նման բաների, սրանք ֆանատներ են, այս օլիգարխները ֆանատներ են, հավատացեք էլի, և շատ մեծ նշանակություն ուներ, որ այն օրը, որ սատանու գործիքը բացվեց և սկսեց աշխատել Հայաստանում, այդ օրը որոշեցին դատել նաև մեր հոգևոր հայրերին։ Եվ դրանից հետո, քանի որ ինչ-որ կապված է Ռուսաստանի հետ, ռուսաֆոբության հետ, միանգամից ավտոմատ կերպով աշխատում է, միանգամից բերեցին պրոպագանդան, որ մեր եկեղեցին կապնված է KGB-ի հետ և մեր եկեղեցու ամբողջ անձնակազմը KGB-շնիկներ են։ Հիմա նայեք պրոպագանդան ոնց է աշխատում։ Բոլոր ալիքներով, գիտեք ինչ իրարից տարբեր ալիքներ, ալիք, որտեղ որ խոսում են արևմտահայերեն, կյանքումս տեսած չկամ այդ ալիքը, կյանքում տեսած չկամ հաղորդավարին, առաջին անգամ եմ տեսնում, տեսած չկամ այն մասնագետին, որ հրավիրել են խոսելու արևմտահայերենով, հետո մի ուրիշ ալիք արևելահայերենով, նստած խոսում է, հայկական եկեղեցին, Սուրբ Արաքելական եկեղեցին վաղուց դու ինչ գիտես KGB-ի մասին, KGB-ից է խոսում, դրեք YouTube-ով նայեք, անոնք վաղուց KGB-ին էջենտներ եղած են, դու ինչ գիտես ախր, սրանք սնվում են տարբեր NGO-ների կողմից, ժողովուրդ ջան, շատ քիչ ալիքներ կան, շատ քիչ, որ իրականում անհատներ են ինձ նման, որ իրականում ոչ մեկի հետ կապված չեն, իրանք իրենց նստել են, որոշել են մի բան սկսեն և մեծ, հնարավոր է, որ մեծ անխելքություն են արել, որովհետև չկարծեք մի պահ, որ երբ որ հատուկ ծառայությունները կորցրեցին mainstream media-ն, այսինքն կորցրեցին CNN-ը, կորցրեցին Fox News-ը, կորցրեցին այն բոլոր mouthpiece-երը, այսինքն պրոպագանդայի գործիքները, մեծ էկրանի վրա, մեր հեռուստացույցների վրա, արտասահմանում BBC-ն, մյուսը, քանի որ ժողովուրդը թեքվեց դեպի ալտերնատիվ մեդիա, այսինքն YouTube, Facebook, չհավատաք մի պահ, որ հատուկ ծառայությունները չթեքվեցին իրենց հետ, ժողովրդի հետ, ալտերնատիվ մեդիա, որպեսզի հիմա արդեն գտնեն իրենց համար պարտնյորներ կամ մարդկանց, որոնք որ կհամաձայնվեն աշխատեն իրենց հետ, պետության կամ այս ծառայությունների հետ, Մոսադի հետ, որտև բոլորը իրանք ունեն ինտերնետի վրա և YouTube-ի վրա մեծ անուններ, շատ մեծ հաշիվներով, 5 միլիոն հետևորդով լսարանով, 10 միլիոն լսարանով, հասկանում եք, բոլորը իրանք ունեն, այս մարդիկ բոլորը կապնված են ինչ-որ մի կազմակերպության կամ ինչ-որ մի գաղտնի կամ հատուկ ծառայության հետ, բոլորը, բացի շատ փոքր ալիքներից, որոնք որ իրենք իրանց սկսել են, փորձում են, որտև ես ամեն րոպե նայում եմ 530, 540,
վայ 560, վայ մեկը unsubscribe արեց, մեկը նորից subscribe արեց, 2 հոգի կորցրեցի, մի բան ասեցի, 2 հոգի կորավ, 5 հոգի հետ եկավ, այսենց կամած այս թիվը բարձրանում է, այդ թիվը իմ գարանտորն է, իմ ապահովագրությունն է, ինձ համար դա շատ կարևոր է, եթե ես ունենայի հովանավոր, մի հատ կզանգեին YouTube, կասեին մի հատ 25-30 հազար ավելացրա ես հաշվի վրա, որտեղ որ մեզ պետքա, որ մարդիկ գան ես հաշվի վրա, որովհետև պրոպագանդա պետքա մատուցենք մենք։ Հիմա, քանի որ ես սա բացատրեցի, հիմա բացատրեմ ուրիշ մի բան մարդկանց համար, որոնք որ տեղյակ չեն։ Այն բոլոր ալիքները YouTube-ի վրա տարբեր պետություններից, որ խոսում են հայերեն կամ Հայաստանի մասին անընդհատ, որ միշտ Հայաստանի մասին են խոսում, հայ են կամ հայերեն են խոսում տարբեր բաներով, ովքեր որ կսկսեն խոսել, որ մեր եկեղեցին, առաքելական Սուրբ մեր եկեղեցին կապնված է KGB-ի հետ եւ KGB-շնիկներն, սրանք բոլորը, այս ալիքները, այս YouTube-ի հաղորդումները, բոլորը կապնված են պետության կամ տարբեր պետությունների ինչ որ գործակալական ցանցերի կամ հենց պետության հետ 100%-ով եղեք դրանում, որովհետև ոչ մեկ իրար հետ միասին չի սկսում սա անել, սա եւս զուգատիպություն չի, հասկանում եք, որ բոլորը իրար հետ միասին սկսեն խոսալ նույն բանի մասին, դա նշանակում է, որ հրաման է իջել, պրոպագանդան աշխատում է հետևյալ կերպ, երբ որ նրանք պետքա թիրախավորեն ինչ-որ մի մեկին կամ ինչ-որ մի գործակալության կամ ինչ-որ մի բիզնեսի, կորպորացիայի կամ մի մարդու կամ եկեղեցու, առաջին ալիքը գալիս է, պրոպագանդայի առաջին ալիքը, հիմա իրենք սերմը դնում են մարդկանց գլուխների մեջ, որ եկեղեցին KGB-ի հետ է աշխատում, դուք հասկանում եք, KGB վաղուց չկա արդեն, չկա նման բան, KGB-ն ցրվել է, KGB էլ գոյություն չունի, այս են նույնն է, որ Ստալինի մահից 10 տարի անց մարդիկ դեռ վախենում էին Ստալինի պահով ինչ-որ բան ասեին, որովհետև կարող է Ստալինը մարդ ուղարկեր, գային իրենց բռնեին, տանեին, Սիբիր ուղարկեին, բայց Ստալինը 10 տարի առաջ մահացել է, արդեն Խրուշովը կոշիկով խփում է քենեդու սեղանին եւ դրանք հələ մտածում են, որ Ստալինը հեսա պիտի գա, այս նույն կոնցեպտն է, KGB վաղուց չկա, այս անգրագետների համար դեռ KGB գոյություն ունի, սովետական միությունը վաղուց փլուզվել է արդեն, ինչ KGB, KGB-ն մնաց, այո, բայց KGB-ն վերածվեց FSB-ի, KGB-ը գոյություն չունի, ասենք FSB-ն է, եւ եթե KGB-ն կամ FSB-ն այդքան ուժեղ ցանցեր էին, այդքան ուժեղ ծառայություններ են, Նիկոլ Փաշինյանը այնքան վնաս է հասցնում Ռուսաստանին եւ Հայաստանին, Ռուսաստանի շահերին, որ նրանք Նիկոլ Փաշինյանի հարցերը կլուծեին, էլի, եթե այդքան ուժեղ էին, գոնե կկարողանային այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունները չկարողանա կեղծի, հասկանում եք, գոնե չկարողանա Գագիկ Ծառուկյանի ձեռից ընտրությունները գողանա, հասկանում եք, այդքան ուժեղ չեն, ինչքան դուք կարծում եք, հասկանում եք, լավ, առաջին ալիքը հրամանը տվեցին, ասացին, սկսեք մարդկանց ուղեղների մեջ մտցնել, որ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին կապված է KGB-ի հետ եւ վեհափառը KGB-շնիկ է, մնացած բոլորը տեր հայրերը, քահանաները, բոլորը KGB-շնիկ են։
Հիմա մի քանի օր կսպասեն, ոնց որ վեհապարի դատի օրը, դրանից հետո սպասեցին տեսնեն ժողովուրդը ոնց է ռեակցիա տալու, ինչ ռեակցիա է լինելու։ Տեսան, որ ռեակցիա չկա։ Հիմա սա արեցին, առաջին ալիքը բերեցին։ Հիմա մի քանի օր կսպասեն, կտեսնեն ժողովուրդը ինչ է անելու։ Տեսնում են, որ ժողովուրդը ոնց որ թե հավատում է, որտեվ ոնց որ հավատացել է։ Հիմա շուտով կիչացնեն պրոպագանդայի երկրորդ ալիքը։ Լինելու է ինչ որ մի սկանդալային մի բան։ Կամ ինտերվյու է լինելու, կամ ինչ որ նոր մի բան են հայտնաբերելու ճակերտների մեջ։ Ինչ որ մի սկանդալային մի բան լինելու է, որ նորից կարողանան եկեղեցուն թիրախավորեն սթի տեսքով, բայց դա վաճառեն ժողովրդի վրա, քանի որ արդեն ժողովուրդը գնեց այդ սուտ ինֆորմացիան, որ եկեղեցին դա KGB-ի հետ կապված հիմնարկություն է, ոչ թե մեր եկեղեցին, այլ այսինքն եկեղեցին, եթե եկեղեցին KGB-ի հետ կապված է, եւ մեր եկեղեցականները, մեր վեհապար հայրը KGB-շնիկներ են, դա նշանակում է, որ մեր եկեղեցին հիմնարկություն է։ Հասկանում եք, ոչ թե եկեղեցի, այլ հիմնարկություն է։ Մեր եկեղեցին եղել է մեր պետությունը, դա եղել է մեր թաքստոցը, մենք այնտեղ ենք թաքնվել, մենք այնտեղից ենք կռիվ տվել, մեր եկեղեցին մեր սրբությունն է, առանց մեր եկեղեցու մեր արժեքները չեն լինելու, չի լինելու, հայ չի լինելու, հայը դա առանձնահատուկ տեսակ է, որովհետև մեր արժեքներն ու մեր մշակույթն է մեզ դարձրել այդ հայը։ Եթե չլինի մեր արժեքները, մեր մշակույթը, մենք աշխարհի մնացած բոլոր ժեխերի նման ժեխ ենք ուղակի, հասկանում եք, որովհետև մարդ արարածը ինքն իրենով, եթե չունենա արժեքներ, գազանա։ Ես ամեն օր եմ տեսնում դա։ Ես ամեն օր իմ կողքերը տանից դուրս եմ գալի եւ տեսնում եմ գազանանոցը։ Ես ապրում եմ գազանանոցում։ Այս մարդիկ վայրենիներ են։ Իրենք դուրս են գալի սովորական բուրգեր առնող, համբուրգեր առնող մարդը մեքենայի մեջ նստած է, իր համբուրգերն է օրդեր արել, սպասում է։ Մեկը գալիս է, գլխից կրակում է։ Ուղղակի ինքը դուրս է եկել մարդ սպանելու այդ օրը։ Հասկանում եք։ Սրանք չունեն արժեքներ։ Դրա համար իրենք ժեխ են։ Եվ ինչն է մեզ առանձնացնում, ինչն է մեզ որակավորում։ Մեր որակը դա մեր մշակույթից եւ մեր կրոնից է գալի։ Չի գալի, որովհետեւ մենք հայ ենք ծնվել, IAN, YAN ազգանունով, յան ազգանունով եւ դա, քանի որ մենք յան ազգանունով ենք, դա է որ մեզ դարձնում է հատուկ տեսակ։ Ոչ։ Դա չի պատճառը։ Պատճառը մեր կրոնն է եւ մեր մշակույթը։ Մեր ամուսնությունը, քանի որ մենք ունենք շատ պինդ ամուսնական ինստիտուտ։ Հայ ամուսնությունը դա շատ պինդ ինստիտուտ է։ Եվ սրանք քանդում են թե ամուսնությունը, թե եկեղեցին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայ ազգի քաղցկեղն է։ Սրանք քանսեր են, իրական քանսեր, որ ընկնում է մարմնի մեջ եւ սկսում է սպանել ինչ որ կա մարդու մարմնի մեջ։ Ամեն ինչը մեկը մյուսին դոմինոյի էֆեկտի նման սպանելով գնում է ուղղակի։ Լիարդը
ստամոքսին ա տալի, ստամոքսը աղիքներին ա տալի, աղիքը հաստ աղիքին ա տալի, 12 մատնի աղիքին, լեղապարկով, այս սենց մեկը մյուսին տալով, հետո խփում ոսկորների մեջ ա մտնում և վերջացավ։ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի ռակն է, հայ ազգի քյանսերն է։ Ես տարբեր լեզուներով եմ ասում, քանի որ գիտեմ, ինձ տարբեր տեղերից եք դիտում։ Ինձ մեր ռուսախոս հայրենակիցները շատ են դիտում։ Նրանց բոլոր կոմենտները ռուսերեն են և ես տեսնում եմ, որ իրենք Ռուսաստանից են։ Հասկանում եք ժողովուրդ։ Մի քանի օրից կամ մի շաբաթից 10 օրից գալու է պրոպագանդայի երկրորդ ալիքը։ Բոլոր այդ ալիքները նորից կսկսեն խոսել դրա մասին։ Գերմանիայից, Ամերիկայից, Լեբանանից, անգամ Իսրայելից, անգամ Ռուսաստանից, հայ բլոգերներ, հայ պոդքասթներ Ռուսաստանից անում են նույն բանը, նրանք լիբերալներ են, Պուտինի դեմ, եկեղեցու դեմ, քանի որ լիբերալիզմը դա եկեղեցու դեմ է։ Այն բոլոր մարդիկ ինձ կապնվում են կաթնաշե բան այդ գլուխները կապած այդ կտվորուհու պես հայ կանայք այն արվեստագետի տեսքով, որ գլուխները կտվորուհու պես կապած չի, այդ սենց տակից կապած չի, հետևից է կապած բանդանայով, լիբերալներ, տոլերանտ լիբերալներ, ինձ կապնվում են և ասում են, որ ես չեմ հասկանում ինչ եմ խոսում և ֆեմինիստներ, խփնվածներ, ինչ գիժ տեսակի մարդ ասես, որոնք որ բնության դեմ պայքարի են դուրս եկել, որովհետև ֆեմինիզմը դա բնության դեմ պայքար է։ Իրականում դա այդպես է։ Տոլերանտ լինելը վատ բան չի, բայց ամեն ինչին չափ կա։ Երեխայի դաստիարակության մեջ տոլերանտությունը դա հիմարություն է, որովհետև դու քո երեխային երբ որ տալիս ես ազատություն 4 տարեկանից, ոնց կարա 4 տարեկան երեխան ազատություն ստանա։ Տոլերանտ ծնողներ կան, որ ասում են ինքը պետք է ինքն իրանով որոշի։ Այ հիմարներ, ոնց կարող է 4 տարեկան երեխան իրանով որոշի։ Ոնց կարա նման բան լինի։ Դուք 4 տարեկանում կարող էիք մի բան որոշեիք։ Ինչևէ, մի քանի օրից մենք կլսենք պրոպագանդայի երկրորդ ալիքի մասին։ Հետո նորից կսպասեն մի քանի օր, տեսնեն ժողովուրդը ինչ ռեակցիա կտա դրան։ Երբ որ երրորդ, չորրորդ ալիքից հետո արդեն ռեակցիա չի լինի, արդեն եկեղեցին այնքան թուլացած կլինի, որ էլ տեղ չկա թուլացնելու, Նիկոլ Փաշինյանը հանդես կգա կամաց, կաթիլ առ կաթիլ հետևյալ հայտարարություններով։ Եթե մենք չլինեինք քրիստոնյա, մենք չենք ունենա թշնամիներ մեր հարևանների մեջ։ Քրիստոնեությունը մեզ պատմության մեջ Պապ թագավորի ժամանակ գցեց պատերազմների մեջ, դա քրիստոնեությունը արեց։ Եթե չլիներ քրիստոնեություն, մենք հարևանների հետ հանգիստ կապրեինք։ Եթե մենք քրիստոնյա չլինեինք, լինեինք, ասենք ուրիշ մի բան, մենք ավելի լավ փող կաշխատեինք, մեր երկրում ավելի շատ եկամուտներ կլինեին։ Եկամուտները
դրանք մեր այսօր մեր ազգի համար շատ ավելի կարևոր են, քան թե յուրաքանչյուր արժեքները, որոնցով որ մենք առանձնահատկանում ենք մնացած ազգերից։ Մենք առանձնահատուկ ենք, մենք ունենք հատուկ տեղ աշխարհի վրա մեր պատմությունով, եւ դա ես չեմ ասում, դա ասում են պատմագետները, դա ասում են Եվրոպայից, դա ասում են ամենուր, որովհետև մենք պատմության մեջ ամեն ինչի միջով անցել ենք, դեռ կանգ ունենք եւ պետություն ունենք, բայց ոնց տեսնում եք, այդ պետությունը վերացնում են։ Եթե ազգը այս պահին Արևմտյան Ադրբեջան այդ պրոգրամից կամ այդ էքսպերիմենտից արդեն Բաղրամյան 26-ի դռները չի ջարդել, ես ուրիշ բան չեմ սպասում, որովհետև մենք մեր աչքով տեսանք, թե ինչ եղավ Արցախում։ Սրանք խոսում են Երրորդ հանրապետության լուծարման եւ Չորրորդ հանրապետության ստեղծման մասին։ Այն րոպեին, որ իրենք լուծարեն Երրորդ հանրապետությունը, Հայաստանը կապիտուլացվելու է։ Չորրորդ հանրապետություն չի ստեղծվելու, նման բան չի լինելու, մեզ չեն թողնելու մենք Չորրորդ հանրապետություն ստեղծենք, որ րոպեին լուծարվեց, էլ չի լինելու։ Եվ Ալիևը գիտեք ինչ է ասելու։ Ասելու է, որ մենք այն բոլոր պայմանագրերը, որ ունեցել ենք Երրորդ հանրապետության հետ, այդ հանրապետությունը լուծարված է, էլ չկա, մենք ոչ մի խաղաղություն եւ ոչ մի բան չենք ստորագրել չորրորդի հետ։ Այսինքն չորրորդ չի լինելու։ Քանի որ մեր նոր պետությունը ստեղծվում էր խաղաղության ֆունդամենտի եւ խաղաղության խոսույթի վրա։ Այսինքն նոր սահմանադրությունը չէր լինելու Արցախի հանրապետության, ցեղասպանության եւ մեր բոլոր այն արժեքների վրա, որոնք որ մեզ սարքում են կամ որոնք որ մեզ տալիս են հայ լինելու իրավունքը։ Մեր պատմությունը, մեր պահանջները, ցեղասպանությունը, Արցախի հանրապետությունը մեր բոլոր պահանջները հարևան պետություններից, որովհետև նրանք մեզ պարտք են։ Հիմա երրորդը հենց որ լուծարվեց, չորրորդ չի գալու։ Եթե երրորդը պետքա լուծարվի, մյուսը պետքա լինի հայկական թագավորություն, չի լինելու չորրորդ հանրապետություն, ով այդ չորրորդ հանրապետության այս ստին հավատաց եւ գնաց այդ ճանապարհով, վերջացավ, մենք կորցնելու ենք բոլոր մեր հնարավորությունները եւ Հայաստանը կապիտուլացվելու է։ Նիկոլ Փաշինյանը կամաց գալու է եւ ասի, որ մեզ քրիստոնեությունը պետք չի։ Նոր աշխարհում ոչ մի կրոն էլ պետք չի։ Եթե Աստված կար, մեզ չէր թողի, որ մեզ ջարդեին։ Եթե Աստված կար, սենց ես ինչ ասեք իր այդ դատարկ, տիեզերական դատարկությամբ նա կարողանում է ժողովրդին խաբի։ Գիտեք ինչի, որտեվ մեր ժողովուրդը այնքան վատ, այնքան
չի հասկանում։ Մեր ժողովուրդը այն աստիճանի դեգրադատված է, որ Նիկոլ Փաշինյանի նման Չ կլասի մանիպուլատորը, որտեղ Նիկոլ Փաշինյանը Չ կլասի մանիպուլատոր, հասկանում եք։ Ես Նիկոլ Փաշինյանի ոչ դերասանությունն է տաղանդավոր, ոչ մանիպուլացիաները, ոչ իր ստերն են տաղանդավոր, ընդեղ ոչ մի բան չկա, որ կարող ես ասել, բայց նա ինչ դեր է խաղում, էլի, ոչ կարիզմա կա, ոչ դեր է կարում խաղա, ոչ իր ասած ստերը ուժ ունեն, այսինքն իր ասած ստերը մենակ հիմար մարդը կարող է հավատա։ Դու պետքա այնքան չհիշես ինքը երեք ինչ է ասել, այնքան դու պետքա չունենաս ինտելեկտ, որ այս մարդու երեկվա ասածը չհիշես, քանի որ ինքը երեկվա իր ասածի լրիվ հակառակն է ասում։ Հասկանում եք։ Այսինքն մեր ազգը այնքան դեգրադացված է, այդ ազգի այդ շերտը, որ իր հետ է, այնքան դեգրադացված է, որ նման ոչ կարիզմատիկ Չ կլասի դերասան, Չ կլասի մանիպուլատոր, Չ կլասի ամեն ինչի հավատում է։ Ես սրա նման անտաղանդ տհաճ այս մարդում դիտելը, լսելը, հասկանում եք, ոչ մի բան չկա, ախր մի բան չկա, որ կարողանաս այդտեղից բռնվես, ասես լավ, այս մի բանով այս մարդը առավելություն ունի։ Չկա տենց բան այս մարդու վրա։ Մի ուրիշ զարմանք է ինձ մոտ, լավ, ինչի վրա եք բռնվել։ Եթե մեր ձեռքից վերցնեն եկեղեցին եւ փորձեն, այս կրոնափոխության խոսակցությունը արդեն հեղափոխությունը պետքա սկսած լիներ։ Միանգամից պետքա հեղափոխությունը սկսված լիներ արդեն։ Փողոցում հենց հիմա պետքա մարդիկ լծված լինեին, բայց քանի որ նորից բերեցին Ռուսաստանի անունը, քանի որ Ռուսաստանի անուն կա մեջտեղը, հա, կագեբեշնիկ են, ուրեմն մեզ պետք չի եկեղեցին։ Իրանք արդեն գիտեն, որտեղ են դատարկ այդ չմտածող կոնտինգենտի կնոպկաները, որտեղ են դրանց կոճակները։ Ռուսաստանը հիմար մարդկանց ամենաշատն է բարկացնում, քանի որ այս մարդիկ սրանք այն կատեգորիան են, որ իրենց չստացված կյանքը միշտ պետքա գցեն սրա նրա վրա։ Իրենք ոչ մի անգամ չեն ընդունելու, որ իրենց չստացված կյանքի պատճառը իրենք են։ Իրենք միշտ դա պետքա գցեն ուրիշների վրա, բարդեն ուրիշների վրա, որպիսի իրենք իրենց ազատեն այդ լծից, որովհետև քեզ վրա վերցնելը քո սխալները եւ ասելը, որ դու ես քո սխալների տերը, որ դու ես պատճառը, որ դու այս վիճակի մեջ ես, դրա համար մեծ կամքի ուժ եւ մեծ ուղղակի ուժ է պետք։ Սրանք թույլ մարդիկ են, նրանք չեն կարող դա անել, նրանք դա պետք է միշտ պետքա լինի ինչ-որ մի մարդ, ինչ-որ մի բարեկամ, ինչ-որ մի հարևան, պետություն, Գորբաչովը, չգիտեմ, մեկի վրա այնքան որ գցեն այդ ամեն ինչը, իրենք իրենց ազատելու այն կրիտիկայից եւ քննադատությունից, որ իրենք հենց իրենց պետք է անեն։ Ամեն մարդ իրեն քննադատում է, խելացի եւ ռացիոնալ մարդ։ Ես ինձ շատ եմ քննադատում։ Ես ինքս ինձ քննադատում եմ։ Այսինչ բանը ես սխալ արեցի։ Ես ամեն ինչ սիրում եմ անել իդեալական եւ
100%-անոց, դա իմ բնավորությունն է ուղղակի, ես այդպես եմ մեծացել, և երբ որ չեմ կարողանում անել, ես ինձ միշտ քննադատում եմ, ժողովուրդ, ինձանից մարդիկ անընդհատ խնդրում, հարցնում են, պնդում են, որ ես լուծումներ տամ, ես իրականում ունեմ լուծումներ, բայց ես դա դեռ չեմ կարող ասել, որովհետև ես չունեմ այնքան մարդ, որ ես լուծումներ տամ, եթե ես տամ լուծումներ, ես այս պահին հիմարություն արած կլինեմ և շատ հնարավոր է, որ ես ինքս ինձ այնպիսի կրակի մեջ գցեմ, որ էլ չկարողանամ անել սա, դա կլինի հիմարություն, որովհետև ես հիմա գոնե կարողանում եմ ինչ-որ չափով մասնակցել, գոնե տեղեկացնել այն ամեն ինչի մասին, ինչ որ ես կարողանում եմ կծիկներ քանդել և հայտնաբերել, որպեսզի բացահայտեմ որոշակի բաներ, եթե ինձ մի բան եղավ, ես էլ տանը չեղա, գտնվեցի ուրիշ վայրում և պետքական չեղավ ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ իմ ընտանիքին և հիմա իմ ընտանիքին գցեմ այնպիսի մի բանի մեջ, որ եթե իմանամ մի հարցով օգտակար եմ լինելու, լավ, ես ասում եմ նորից, ես ծանր ու թեթև եմ չէ արել, ես դրել եմ կշեռքի վրա, սրա երկու տարբերակները, առաջի տարբերակում, սցենար առաջին, ինչ կարող է լինի, սցենար երկրորդ, ինչ կարող է լինի, լավ, ուր ենք գնում մենք, ես կարողանալու եմ ինչ-որ մի բան անել, այն ինչ որ ես որոշել եմ, կարող եմ անել դա, ես այնքան եմ հավատացել դրան, որ կարծել եմ, որ կարող եմ, դրա համար ես այստեղ նստած եմ, թե չէ, պատկերացրեք, իզուր տեղը խոսել, որ ոչ մի բան չես կարողանալու անել, խոսել ուղղակի դու քեզ գցես կրակը, քո ընտանիքին գցես կրակը, կորցնես այն ամեն ինչ, ինչ որ քո կյանքում ստեղծել ես, բայց ոչ մի բան չփոխեցիր, դա ուղղակի հիմարության գագաթնակետը կլինի, ես հավատացել եմ, որ ես կարող եմ մի բան փոխել, դրա համար այստեղ նստած եմ և ռիսկի տակ եմ դրել այն ամեն ինչը, որ ես սիրում եմ, ունեմ և իմ ազատությունը, բայց այս պահին դեռ չկա այդքան մարդ, որ ես առաջարկներ անեմ, և եթե մինչև հիմա ես անընդհատ ասել եմ նույն բանը, որ հայկական թագավորությունը, դա նրա համար է ճիշտ, որ մենք ոչ մի անգամ չենք ունեցել հսկիչ այս մարդկանց գլխին, եթե մեր մոտ լիներ հատուկ, մեր նոր ստեղծված թագավորությունում լիներ հատուկ մի սահմանադրություն, որտեղ որ գրված կլիներ, որ թագավորը բոլոր պաշտոններից ավելի բարձր է և նա իրավունք ունի վարչապետին ազատելու աշխատանքից և ցրելու նրա կառավարությունը, միայն այդ դեպքում է, որ մենք կարողանալու ենք հիմնադրել թագավորություն, որտեղ որ ժողովը, որ ես միշտ անվանել եմ իշխանների պալատ, որը որ կլինի ազգային ժողովի նման մի բան, որտեղ որ նստած կլինեն իշխաններ, որոնք որ կատարում են նույն ազգային ժողովի ֆունկցիան մի քիչ ավելի տարբեր կերպով, բայց մի հատ պատկերացրեք, եթե այս մարդիկ, որ հիմա այնտեղ նստած են, բոլորին ասեն,
որ դուք սրանից հետո ստանալու եք ուղակի 3-ից 4000 դոլար, 3-ից 4000 դոլարի դրամ աշխատավարձ, համարժեք աշխատավարձ։ Դա է լինելու ձեր աշխատավարձը սրանից հետո։ Դրանից հետո կտեսնենք, երբ որ իսկական դեմոկրատիա կլինի եւ ազգային ժողովում կամ լորդերի կամ իշխանների, այսինքն պալատում նստած մեր այս լավ եղբայրները, երբ որ լսեն, որ իրենց աշխատավարձը 3-ից 4000 դոլար է, տեսնենք քանի հոգի մարդ է մնալու այնտեղ աշխատելու։ Կմնան միայն այն մարդիկ, որոնք որ իրականում ուզում են ազգի համար գործ անել, իրականում լինել ազգի ծառա, հասկանում եք։ Իրականում։ Եվ վարչապետը, որը որ 4-ից 8 տարին մեկ պետք է փոխվի, գան գնան, անընդհատ գան գնան, աշխատավարձով մարդ կլինի, որը որ չի կարող գալ եւ կրոն փոխել, հասկանում եք։ Չի կարող գալ եւ անի այն ինչ որ ուզում է։ Չենք կարող ամեն 4-ից 8 տարին մեկ մենք ստանալ նոր մարդիկ, որոնք գալիս են իրենց բնավորություններով, իրենց պրինցիպներով, իրենց պատկերացումներով եւ ամեն 4-ից 8 տարին մեկ, որը երկար ժամկետ չի, սկսում են երկիրը ցնցումների տանել, որովհետեւ իրենք ամեն մեկը իրենց պատկերացումով երկիր են ուզում ստեղծեն։ Հասկանում եք։ Ամեն մեկը գալիս ասում է ես սենց եմ պատկերացնում երկիրը եւ ես սկսելու եմ իմ զրոյական կետից։ Եկար սկսեցիր քո զրոյական կետից, տեսանք։ Դրա համար մեր երկիրը անընդհատ ցնցումների մեջ է, հասկանում եք։ Անընդհատ չի կանգնում, ցնցումները չեն վերջանալու։ Եկեք ձեզ մի օրինակ բերեմ։ Եկեք սկսենք Ամերիկայից։ Ամերիկան իրեն ազատագրեց Անգլիայից եւ Անգլիայի թագավորից, որպեսզի իրենք լինեն անկախ պետություն։ Ամերիկան ունի թագավոր այս պահին, թե չունի։ Բոլորդ պատասխանեցիք, որ չունի։ Ես հիմա պատասխանեմ, որ ունի, իհարկե ունի։ Ամերիկայի թագավորը դա Պենտագոնն ու ՑՌ-ն են, ասեմ ինչի։ Ով ուզում է գա գնա, որ մի ղեկավարը եկավ եւ գնաց, նշանակություն չունի։ Ամերիկայում իրենց դոկտրինը, իրենց սկզբունքները, իրենց ամբողջ պլանը միշտ նույնն է, միշտ։ Իրենց մոտ կա ստաբիլություն։ Իրենց պլանը հետևյալն է. ուր գնում ենք, գողանում ենք, գցում ենք, սպանում ենք, բերում ենք մեզ։ Վերջ։ Դա է իրենց դոկտրինը։ Իրենք ոնց ասեց, ես սկսում եմ իմ զրոյական կետից։ Չկա իրենց մոտ զրոյական կետը սկսել է, երբ որ իրենք որոշել են, որ երկիրը կառավարվելու է այս պրինցիպներով եւ ով ուզում է գա գնա, երկիրը կառավարվելու է այս պրինցիպներով։ Ով որ կփորձի դա փոխել, մենք վերացնելու ենք։ Դրա համար երբ որ Քենեդին եկավ եւ փորձեց փոխել իրենց դոկտրինը, փորձեց փոխել այն բոլոր սկզբունքները, որ իրենք են որոշել, իրենք Քենեդու գլուխը կերան։ Դրա համար են կերել, որովհետև Քենեդին ասաց մենք Սովետական միության հետ կապ հաստատենք, մենք իրար հետ գնալու ենք լուսին, աստղ, չգիտեմ ուր, գնալու ենք Մարս, մենք Սովետական միության հետ այսենց ենք լինելու եւ վերջ։ Իսրայելից էլ վերցնելու ենք բոլոր միջուկային զենքերը, Իսրայելը իրավունք չունի միջուկային զենք ունենալու։ Վերջացավ։ Քենեդին դրանից հետո ստորագրեց իր մահվան փաստաթուղթը, որովհետև այս երկրում արդեն 50-ական
50-ական թվականների վերջից, եթե ոչ 40-ների վերջից, երևի ավելի 40-ների վերջից, որտեղ Տրումանի ժամանակվանից արդեն դա այդպես էր, 40-ների վերջից իրենք արդեն որոշել էին, որ Ամերիկայում ստաբիլություն է լինելու, որովհետև դոկտրինը սա է։ Վերջ, ով ուզում է գա գնա, մենք միշտ պատերազմի մեջ ենք լինելու։ Եվ այդպես էլ եղել է։ Ոչ մի անգամ չի փոխվել դա։ Դրա համար Ամերիկան միշտ հաղթած է դուրս գալի, որովհետև գաղափարը մեկն է։ Գանք Անգլիա։ Մոնարխները ձևանում են, թե իրենք սիմվոլիկ նշանակություն ունեն, բայց Անգլիայում թագուհին ընդունում է վարչապետին ընտրված օրը եւ ասում է. իմ անունին կկազմես կառավարություն եւ ինձ կասես ով է լինելու քո կառավարության մեջ։ Գնաց։ Հանկարծ մի բան չարեց ոնց որ պետքն է, զանգ է ստանում մի հատ։ Ասում է քեզ ուզում են տեսնեն մի հատ ստեղ։ Գալիս է, կներեք, մի հատ կլիզմա են անում, շատ ներողություն, ուղարկում են վարչապետին հետ, նա հիշում է ինչ պետք է աներ։ Հիշում է, որ ինքը գործ ունի անելու այս երկրի տիրոջ համար, այդ երկրի տերը, այդ երկրի մոնարխն է ու այդ երկրի ժողովուրդը, որովհետև իրենք 4-ից 8 տարին մեկ փոխվելու են։ Իրենք չեն կարող գալ անընդհատ իրենց հարստացնել, ժողովրդի վրա թքած ունենալ եւ գնալ։ Իսկ մոնարխը գիտի, որ եթե հանկարծ ժողովուրդը լավ չապրեց, իր մոնարխությունը երկար չի տևելու։ Հասկանում եք։ Այսինքն մոնարխը շահագրգռված է, որ ժողովուրդը լավ ապրի, որ ինքն էլ միշտ մնա գահի վրա եւ մոնարխը ստիպելու է ազգի ծառաներին լինել ազգի ծառա, այլ ոչ թե ազգին ծառայացնել իրենց համար։ Դրա համար Անգլիան միշտ աշխարհը գրաված ունի եւ իրենց մոտ միշտ նույն ստաբիլությունն է, որտեվ այնտեղ կա մոնարխ։ Հիմա անցնենք Եվրոպայի մնացած բոլոր երկրներով, այն երկրներով, որով մենք այսքան հրապուրված ենք եւ ուզում ենք գնանք այնտեղ։ Եվրոպա ենք ուզում գնալ։ Եվրոպայի բոլոր պետություններում միշտ ստաբիլություն է։ Բոլոր այս երկրները ունեն մոնարխներ։ Նրանք ձևանում են, որ նրանք սիմվոլիկ են ուղղակի։ Նման բան չկա, իրենց ընտանիքներն են այդ երկրները հիմնել։ Հասկանում եք։ Չկա նման բան։ Դրա համար իրենց մոտ միշտ նույն դոկտրինն է, միշտ նույն վիճակն է, ստաբիլ, ցնցումներ չկան, որովհետև ամեն 4 տարի 8 տարին մեկը չի գալի ու ասում սպասի սենց անենք, որտև սենց է ձեռ տալի մեզ։ Մի քիչ ստեից կպցնենք, մի քիչ ընդեից կպցնենք, հատե շենքեք ու գուզում սարքեք, ինձ փողը բերեք տվեք սարքեք։ Հոպ այ տղա, այս երկիրը քոնը չի, դու այս երկրում աշխատող ես միայն, դու պետք է անընդհատ հիշացվի իրենց, որ իրենք ծառաներ են, իրենք, ասում եմ, այն օրը, որ իրենք այդ պալատում իմանան, որ իրենց աշխատավարձը 3-ից 4,000 դոլար է եւ իրենք կաշառք չեն վերցնելու, խաղեր չեն տալու, իրենք ազգի աշխատողներն են, այդ օրվանից ընդեղ կմնա միայն, իրականում կմնան միայն ազգանվեր մարդիկ, մնացածը կգնան ուրիշ գործերով զբաղվելու։ Ռուսաստանին շատ մարդիկ մատների արանքով են այսենց նայում, բայց պետք չի Ռուսաստանին մատների արանքով նայել։ Ամբողջ Եվրոպան եւ Ամերիկան իրար հետ ՆԱՏՕ-ի պետություններով պատերազմում են Ռուսաստանի դեմ։
եւ հաղթում են, ոչ։ Դա նշանակում է Ռուսաստանը իրենից այնքան ուժ է ներկայացնում, որ այս բոլորը նախ հաշվել են եւ համարել են Ռուսաստանին իրենց համար սպառնալիք, որ գնացել են պատերազմի եւ քանի տարի է Ռուսաստանը հանգիստ խաղացնում է իրանց։ Գիտեք Ռուսաստանը ինչի է այս պատերազմը այսքան ձգում։ Պատկերացնում եք ինչ ծախսերի եւ ինչ ռեսուրսների հետ է կապված այսքան ձգելը, որովհետեւ նրանք չեք կարծում, որ Ռուսաստանը կարար մի քանի օրում Կիևն էլ գրավել, մնացածնել, չեք իրականում դուք չեք կարծում։ Դուք պատկերացնում եք, եթե Ռուսաստանը իր ամբողջ նավատորմով, իր ամբողջ օդային ուժերով, իր ամբողջ բանակով ու արեշնիկներով ու ամեն ինչով մի անգամից հարձակվեր Ուկրաինայի վրա, պատկերացնում եք ինչ կլիներ։ Մի օրում կջնջեին Ուկրաինան, մի երկու հատ էլ փոքր միջուկային գցեին, կջնջեին, տակտիկալ միջուկային։ Գիտեք ինչ են անում։ Ռուսաստանը Պարսկաստանի հետ սպառում են Եվրոպայի եւ Ամերիկայի բոլոր պաշարները, սպառում են ամեն ինչը, որ սրանք էլ ընդհանրապես չունենան ոչ մի բան։ Նրանք սպառում են, այնքան են անում, մինչև էլ չկարողանան տակից դուրս գան, էլ չկա ոչ մի բան, էլ ոչ ռումբ կա, ոչ մի բան չի մնացել։ Ռուսաստանում նստած է մարդ, որը որ անընդհատ նստած է, ցարը։ Բելոռուսիայում նստած է թագավոր, որը որ պրեզիդենտի անունով է, ստեղ նստած է պրեզիդենտ, որ ցար է, սրանք տեղ չեն գնում։ Ադրբեջանինը տեղ չի գնում, միշտ նույն վիճակն է։ Միշտ։ Բայց Ռուսաստանը գիտի, որ հակառակորդ երկրում հեսա մարդ է փոխվելու, ինքը չի փոխվելու, իրանը նույնն է, ինքը խաղացնում է, ինքը կարա անգամ ազդի Թրամփի ընտրությունների վրա, խաղացնում է ինքը Թրամփին էլ է գործից հանել տալու հեսա, որովհետև Թրամփը չի կարողանում հաղթահարի, ինքը այնքան է ձգելու, մինչև Թրամփը հեսա mid-term election-ների ժամանակ չկարողանա ոչ մի բան անի։ Եթե դեմոկրատները վերցրեցին կոնգրեսը, սենատը, վերցրեցին դեմոկրատների ձեռքը ընկավ, Թրամփին իմպիչ են անելու։ Հետո Թաքր Քարլսոնը կարող է իր դեմ դուրս գա։ Սրանք պետք է հաշվի առնել։ Դրա համար մարդիկ, որոնք ինձ հետ են, մարդիկ, որոնք ինձ հետ համաձայն են, մենք պետք է օգնենք եւ բերենք այնքան մարդ մեր շուրջ, որպիսի հիմնենք մեր թագավորությունը։ Եվ մի բան էլ ասեմ. Վրաստանը Բագրատունիների թագավորությունը բոլոր թագավորները եղել են կամ հայեր, կամ մի երկու հատ հույն, որ հունական առուն ունեն իրենց մեջ, եւ մեծ մասամբ հայեր, ճիշտ է, եղել են վրացիներն են եղել անպայման, բայց Վրաստանը մինչև հիմա թագավորություն է համարվում, մինչև հիմա, որովհետև նրանք գիտեին, որ իրենք այն ժամանակ թագավորություն են եղել եւ հիմա ինչի պիտի համարվեն հանրապետություն։ Նրանք իրենց option-ները բաց են պահել, վարիանտները բաց են պահել, just in case, այսինքն իրենք դեռ պահել են թագավորական կնիքը, դեռ թագը կա իրենց հիմնի վրա, ամեն ինչի վրա կա իրենց մոտ, կա յուրաքանչյուր րոպե այնտեղ կարա թագավոր նստի եւ դառնա թագավորություն։ Երբ որ եկան բոլշևիկները, եկան
թագավորին սպանելու, ցարին սպանելու։ Այդ ժամանակ Նիկոլայը ամենահարուստ մարդն էր աշխարհի։ Ինչի համար իրենք եկան ցարին սպանելու, որովհետև իրենք շատ ավելի լավ երկիր էին ստեղծելու, քան ցարը ստեղծել էր, թե ուղղակի որպեսի գողանան ցարի ունեցվածքը, գողացան։ Ստեղծեցին ավելի լավ երկիր, ստեղծեցին սովետական միություն։ Եվ այդ սովետական միությունը չէր լինելու այն ինչ որ եղավ, որովհետև նրանց պլանները, Տրոցկու պլանները ամենևին նույնը չէին, ինչ որ Ստալինինն էր։ Ստալինը ընդհանրապես պատկերի մեջ գոյություն չուներ։ Տրոցկին պետք է վերցներ սովետական միությունը եւ այնտեղ լրիվ ուրիշ պատմություն էր լինելու։ Մենք լրիվ ուրիշ պատմություն էինք ունենալու։ Ստալինը թե Տրոցկուց, թե Լենինից գողացավ սովետական միության բանալիները։ Հենց Լենինի դագաղի տակից նա գողացավ երկրի բանալիները։ Եվ չէին սպասում, ոչ Անգլիայում էին սպասում, ոչ Ամերիկայում, ոչ էլ Գերմանիայում, որտեղից Լենինին էին ուղարկել, որովհետև նրանք Տրոցկուն ուղարկել էին Ամերիկայից եւ Անգլիայից, Տրոցկին երբ եկավ Տրոցկին արդեն Բրուկլինում աշխատում էր մի թերթի խմբագրությունում։ Երբ որ խոսակցությունը սկսվեց, որ ցարի դեմ ապստամբություն կարող է սկսի, միանգամից Տրոցկուն Ամերիկայից Անգլիան ու Ամերիկան ուղարկեցին Տրոցկուն, որ Տրոցկին գա եւ գրավի սովետական միությունը, դեռ սովետական միություն չէ, ցարի Ռուսաստանը եւ ցարից ինքը գողանա ցարի հարստությունը։ Այդ նույն ժամանակ Լենինը ուղարկվել էր Գերմանիայի կողմից։ Լենինը կոպիտ ասած գցեց Տրոցկուն, Ստալինը գցեց Տրոցկուն եւ Լենինին։ Եվ սովետական միությունը գնաց ամենևին ուրիշ մի կողմ, որ ոչ մեկ չէր պլանավորել, ոչ մեկ, որտեվ սովետական միությունը ընդհանրապես ուրիշ մի բան էր լինելու։ Դա ուղղակի կողոպուտ էր Անգլիայի եւ Ամերիկայի կողմից։ Ջորջ թագավորը Անգլիայից իր cousin-ին, իր հորեղբոր տղային էր թալանում Ռուսաստանում։ Դա էր տեղի ունենում։ Քանի որ նա ամենահարուստ մարդն էր աշխարհի Նիկոլայը, եւ Ջորջը մեծ գումարների խնդիրներ ուներ Անգլիայում, նա ուղարկեց Տրոցկուն Ամերիկայի հետ միասին, որպեսզի գողանան իր եղբոր ունեցվածքը Ռուսաստանը։ Եվ երբ որ պահը եկավ, որ առաջարկեցին իրեն, կուզենաս չսպանենք եղբորդ, ընտանիքով ուղարկենք Անգլիա, քեզ մոտ։ Ինքը ասեց, ես կնոջս հետ խորհրդակցել եմ, մենք չենք ուզում մեր երկրում երկրորդ մոնարխ ընտանիք, սպանեք։ Դրեցին սպանեցին ցարի ընտանիքին, Ռոմանովներին։ Եվ հետո, սպանելուց հետո Անգլիան Ստալինի սովետական միությանը ասեց, դուք մեր ընտանիքի անդամներին սպանել եք, դրա համար մենք լինելու ենք թշնամիներ։ Իրենք մոնարխներին չհանեցին գահից, որպեսզի ավելի լավ երկիր կառուցեն։ Իրենք մոնարխներին հանեցին գահից, որպեսզի մոնարխների հարստությունը կողոպտեն, տանեն, եւ այդպես էլ արեցին։ Ռուսաստանի ոսկին գնաց Աթաթուրքին, մնացածը ինչ որ կարողացան գողանալ, մի մասը գնաց Անգլիա, մի քիչը գնաց Ամերիկա, դրանից հետո Ստալինը կանգնացրեց կողոպուտը եւ սկսեց երկիրը կառավարել։ Իսկ այդ գումարներով իրենք Ամերիկայում Ամերիկան
հանեցին դեպրեսիայի մեջից։ Այդքան բան։ Ամերիկան դեպրեսիայի մեջ էր, 13 թվին արդեն գողացել էին զիոնիստները Ամերիկայի ընդերքը և քանդվում էր երկիրը։ Սովետական Նիկոլայի փողերով նրանք կարողացան վերականգնել իրենց բոլոր խնդիրները և հետ գալ նորմալ վիճակի։ Եվ հիմա, եթե դուք հետևեք Փիթեր Թիլին, Պալենթիրի Փիթեր Թիլին, որը որ այսօր տեխնոֆաշիստների հայրն է, և հետևեք մնացած բոլոր այն մարդկանց, որոնք որ աշխարհի ապագան են գծում, գլոբալ ապագան, նրանք հետ են բերում մոնարխիաները, բայց տեխնոֆաշիզմի ռելիգիայով, և մեր ռելիգիան փոխելու են տեխնոֆաշիզմի, դրա համար էլ բերել և կառուցել են այդ դատա ցենտրը, և դատա ցենտրը հենց սատանու գործիքն է, որով որ մեր կրոնը կփոխեն, կբերեն տեխնոֆաշիզմ, և Նիկոլը կդառնա տեխնոֆաշիզմի մեջ թագավոր, եթե մենք այս հարցը չլուծենք, որովհետև այն թագավորը, որ ինքն է դառնալու, որ ինքը իրեն պատկերացնում է, դրա տակից էլ ոչ մեկ դուրս չի գալու, որովհետև դա լինելու է տեխնոֆաշիզմի մի դիկտատուրա։ Դուք գիտեք հիմա ինչ կամերաներ են ավելացնելու, ամբողջ երկիրը հիմա քանի որ կա դատա սենտրը, պրասլուշկեն լինելու է անգամ ձեր բոլորի տների մեջ, արդեն կա դատա ցենտրը, կա տեղ, որտեղ որ այդ ամբողջ դատան կարելի է հավաքել, իրանք բերել են սա, որ ամբողջ երկրին կարողանան նկարել և լսել, ամեն միլիմետրը, ամեն գյուղի, ամեն հատվածի նկարվելու է և լսվելու է, ամեն տեղ, այն տեխնոֆաշիզմը, որ բերում է հենց հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստան, դուք դրա մեջից չեք պրծնելու, սրան չկա, դուք ասում եք առաջարկի ինչ անել, ես գիտեմ ինչ անել, բայց նույն տեխնոֆաշիզմը ամեն տեղ է, և եթե ես չունեմ այնքան մարդ, որ կարողանամ ասեմ ինչ անենք, որովհետև դա մի անգամ է ասվելու, ուրեմն չարժի ասել, ուրեմն կխոսենք և կբերենք գոնե կտեղեկացնենք, մինչև որ կունենանք այնքան մարդ, որ մենք մեզ կզգանք հանգիստ, որ ժամանակը եկել է քայլեր անելու։ Այս պահին այսքանը։ Շնորհակալություն դիտման համար, 1 ժամ 48 րոպե արդեն խոսում եմ, հաջողություն ձեզ, նորից կզրուցենք, շատ եմ սիրում ձեր բոլորին, ովքեր որ միշտ մասնակցում են, շատ մեծ հարգանք ունեմ արդեն մի քանի մարդկանց նկատմամբ, շատ շնորհակալ եմ մշտական ձեր մասնակցության համար, շատ զգացված եմ, շոյված եմ բոլոր այն բարի և լավ խոսքերի համար, որ միշտ լսում եմ ամեն անգամ, խնդրում եմ բոլորդ գրեք, որտեղից եք դուք, որտեղից եք դիտում, ինձ հետաքրքիր է ուղղակի իմանալ, որտեղ եք դուք, այսքան բան, ժողովուրդ, հույսով եմ շուտով նորից կխոսենք, շնորհակալություն, հաջողություն ձեզ։